Մեր պարը, եւ ես կոչում եմ նաեւ այդ պարը, որպեսզի չփոթվի ուրիշ պարերի հետ, ունի եւս մի յուրահատկություն։ Օրինակ, մենք տեսել ենք շատ ազգերի պարեր, որ շատ արագ են պարում, կամ հետո դանդաղ են պարում, եւ ասում են, տես ինչքան արագ են պարում։ Օրինակ վերջերս իռլանդացիների պարերը, չէ՞, ստեղ, ինչ արագություն եք, չէ՞, եւ այլն։ Գիտեք, պարի մեջ կա մի արագություն, որ իսկապես այդպես արագ են պարում, եւ իսկապես այդպես դանդաղ են պարում։ Բայց մեծ արվեստում կա մի ձև, որը քեզ կարող է տալ այնպիսի արագություն, տիեզերական արագություն, կարծես հրթիռ է թռնում, արագ, անսահման լույսի արագությամբ, բայց իրականում այդ պարը ֆիզիկապես այդպես արագ չլինի։ Մոցարտի երաժշտության մեջ կան սիմֆոնիաներում այդպիսի պահեր, երբ Մոցարտի ռիթմը ուրեմն դրած այդքան արագ չի տեմպը, բայց երբ լսում ես երաժշտությունը, քեզ թվում է, թե դու դրանից արագ երաժշտություն չես լսել։ Ահա մեր պարերը կարող են նաև այնպես դանդաղել, չնայած այդպես դանդաղ չեն պարում թվում է, որ քեզ թվում է արդեն կանգ է առել, կանգնած է եւ քեզ հիպնոսացնում է եւ քեզ նայում է ինչ-որ մի հայացք եւ ինչ-որ մի նկար գալիս է քո վրա։ Իմիջիայլոց այդ բանը ժամանակին զգացել էր Մաքսիմ Գորկին։ Նա շատ դիպուկ բնորոշել էր, ես մոտավորապես ասեմ, նա ասում էր, երբ նայում ես, քեզ թվում է, թե անշարժ վիշապ, մի վիշապ գալիս է քո վրա։ Մենք օտար երկրացիների մոտ պարում էինք մեր պարը եւ մի արգենտինացի ազգագրագետ կար, ինձ խնդրեց էլի, ասեց խնդրում եմ էլի, Միսյո Գևորգյան, մի հատ էս Քոչարի մի շարժում է ինձ ցույց տվեք։ 12 օր իրար հետ պիտի լինեինք, ամեն օր կես ժամ պարապել եմ։ Եվ նա այդպես էլ 15 օր հետո չկարողացավ սովորել այդ ծնկխաղը, որովհետեւ դա սովորելով չի։ Դա արյունով է գալիս։ Ոնց կարող է արգենտինացին մշու խրպարի, օրինակ շատ մարդ է հիմա դուդուկ նվագում, տարբեր ազգեր դուդուկ է նվագում, բայց այն հոգին կա, ինչ որ մեր դուդուկահաներն են նվագում, չկա, չի կարող լինել։ Եվ այդպես հավաքեց իր բոլոր աշակերտներին, ասեց եկեք այստեղ, ուրեմն իմացեք, աշխարհի ամենաբարդ պարը, աշխարհի ամենագեղեցիկ պարը, դա հայկական պարն է։ Իհարկե, այսօր շրջաններում ավելի շատ պահպանված են շուրջ պարերը։ Այսօր ինչքան էլ մենք ասենք, որ դրանք պահպանված չեն, հիմա մեզ լսում են նաև մեր շրջաններում ապրող մարդիկ եւ նրանք գիտեն, որ իրենց մոտ պահպանված է։ Ով ասեց Սասունցիների հարսանիքում ինչ են պարում, բայ եթե ոչ Քոչարի ու Մայրոքի։ Օրինակ, եթե այսպես վերցնենք ալաշկերտցիները, չէ՞ մեր, որոնք այսօր Մարտունու շրջանում Զոլակար գյուղում, ինչ են պարում, իրենց ալաշկերտցիների պարեն են, իրենց թակվորա գովնն են պարում, ժամի դռան գովնն են պարում։ Քալաշան քուրերը վերցրել են իրենց տատիկներից ու պապիկներից, իրենց նախնիներից, այսօր մի հատ նայեք այս տատիկներին, ոնց են պահում իրանց պարը, այսինքն իրենց տեսակն են պահել։
Մեր բարը առաջին անգամ ամենաճշգրիտ ձևով ոնց որ ասում են պրոֆեսիոնալ ասպարեզ բերեց եւ գիտակցության ներկայացրեց Կոմիտասը առաջինը որպես պրոֆեսիոնալ գնահատեց թե ինչի հետ գործ ունենք եւ նա 1910 թվականից հետո երբ այդքան երգեր էր գրառել համերգներ տվել եւ այդպես մեր երգը բարձրացրել էր նա հայտարարեց որ բարից մեծ բան չգիտի Կոմիտասը սկսեց դասակարգել բնույթները, բնավորությունները, թե ինչ է թաքնված այս բարի մեջ։ Օրինակ ասեց, մեր բարերը չունեն գիրք արտնասնող շարժումներ, դրանք թագավորավայել, վեհափառ, լուրջ, խորը, այսպես բնույթներով սկսում է ուրեմն դասակարգել։ Հետո դասակարգում է շարժման, ասենք ձևերը, ասում է սահել, զարկել, շորորալ, օրորալ եւ այլն, այսպես եւ երբ որ սկսում է այդ ամբողջ դասակարգումները անել, ինքը դեռ լրիվ չի արել։ Այդ ամբողջության մեջ նայում ես, տեսնում ես, որ հնարավոր է ինչ-որ փորձել է բացատրել, թե ինչի հետ գործ ունենք, այսինքն դա պարն է, բայց մեր բնավորությունը ինչպես պիտի լինի։ Օրինակ, եթե ոդկա անցնում է կամ աճ ենք գնում, դրանք ուրախության, երջանկության, ծիսական պարերի, հարսանեկան պարերի, չէ, աճ գնացող պարերը։ Իսկ ձախ գնացող պարերը ավելի, այսպես ասած, սգո։ Եվ հետո ձեռքերը կարևորագույն նշանակություն են ունեցել բարի մեջ, ինչպես ասում էր Վահրամ Արիստակեսյանը, թե ձեռքերը բարի աչքերն են։ Եվ ձեռքերով էր նաև բնորոշվում բարի հոգեբանությունը։ Օրինակ նայեք ձեռք ափափին չէ, այսպես բռնելաձևերը ինչ է նշանակում, չէ, միասնություն, ուժեղություն, համարձակություն, միասին պայքարի բան չէ։ Բարև բռնելաձևը, ճկուտի բռնելաձևերը, ուսուսի բռնելաձևերը, ամեն մեկը իր նշանակությունն ունի։ Օրինակ ճկուտի երբ են բռնում, երբ որ աջ կամ ձախ կողմերում չամուսնացած աղջիկներ էին։ Կոմիտասը ասեց, որ մանկապարտեզում պետք է պարով դաստիարակել եւ հետո դպրոցում, որ դա կարող է մեծ դաստիարակություն տալ ենթագիտակցորեն, առանց որ հասկանաս ինչ է կատարվում քեզ հետ։ Ոչ թե քարոզել մարդկանց, այլ քանի որ մենք ունենք այդ զենքը, պարով կարելի է ժողովրդին միացնել։ Մենք կոդավորված ենք մեր պարով, մեր տեսակն է այդ պարի մեջ։ Մասնավորապես օրինակ ոնց կարող է մի ազգ ունենա մշուխր, քոչարի։ Իհարկե մենք գիտենք, որ քոչարին ավելի հատուկ է Սասնա բարձր լեռներում ապրող ժողովրդին, բայց պատկերացնում եք մի երկրի մեջ տարբեր գավառներում պարեն նույն պարը տարբեր հոգեբանությամբ։ Այդ ազգը պարտվել երբեք կյանքում չի ունենա եւ չի ունենալ։ L'ensemble